ինչպես բոլոր Ստրիկ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ շատ հավատում եմ եկեղեցուն, Աստծուն եւ այսօր տխուր եմ նայում այս վիճակը, եկեղեցու դեմ այս ամեն ինչը, շատ ցավալի է, որ ամբողջ աշխարհում մենք որպես առաջին հայ քրիստոնյա ազգ մենք այսօր անցնում ենք այս օրերը, որը որ մեր չեմ ուզում ասեմ վարչապետ, որովհետև ես նրան չեմ համարում ես վարչապետ, Փաշօղլու կողմից այս ամենը այսօր կատարվում է նրա աջակցությամբ եւ բոլոր ԿՊ-ների ծախված, որովհետև նրանք ծախվել են թուրքերի ու ադրբեջանցիներին եւ այսօր ցավով է, որ նույնիսկ ժողովրդի ոմանք հավատում են այդ ամեն ինչին ու դեմ են եկեղեցուն։ Ես ցավով եմ նայում ես ամեն ինչը որպես հայ եւ հուսով եմ, որ բոլոր ամեն հարցը կլուծվի եւ բոլորը կհասկանան, որ եկեղեցին պետք է Աստվածը ամեն հարցում մեր կողքն է եւ պետք է հավատան հայ առաքելական եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանը ասում է ինքնամաքրման։ Նիկոլ Փաշինյանը առաջինը թող ինքը իր խելքը մաքրի, որ ինքը ինչ եկել է մեր հայ ազգին տանում է դեպի անդունդ։ Մենք երբեք նվաստացած այսպես չենք եղել։ Նիկոլ Փաշինյան, չեմ ուզում ես իրան ասել Փաշինյան, ես իրան ամեն տեղ ասում եմ Փաշօղլի եւ չեմ վատ զգում բարձրաձայնելու այսօր, որ նա ունի ուղակի խնդիրներ իր խելքի, իր ուղեղի հետ եւ ես իր վարչապետ չեմ ընդունում։ Քան բան։ Ինչ է կարծում, սա ինչ գործընթաց, ինչ նպատակ է հետապնդում այս։ Հետապնդում է եկեղեցին քիչ-քիչ ոչնչացնելու հայ ազգի մեր քրիստոնյա ազգի ամեն հետապնդվում է ամեն ինչը քրիստոնեության դեմ, արդեն ամեն ինչը արվում է իրանց ասածով խաղաղություն, բայց այստեղ խաղաղություն չկա, ավելի ուշ մի քանի տարիներ հետո ավելի վատ կլինի մեզ համար, կսկսի եկեղեցուց, հետո կսկսի ցեղասպանությունը մոռանալ տալ, արդեն այդ ուղղության վրա է ամբողջ աշխարհը խոսում է, որ եղել է ցեղասպանություն, գրվել է, մարդիկ գիտեն, բոլորն են խոսում դա, նույնիսկ արդեն իրենք մոռացություն են, ուզում են մոռացություն տան դա, չգիտեմ, շատ ցավալի է, շատ։ Պահանջում են վեհապարի հրաժարականը, այս մասով ինչ խոսք ունեք եւ ինչ կոչում եք որպես քրիստոնյա, ինչ խոսք ունեք վեհապարի։ Ես հավատացած եմ, որ հաղթելու է վեհապարը, ես հավատացած եմ, որ Աստված պահապանա լինելու այս ամեն ինչին, ես հավատացած եմ, որ եկեղեցին հաղթելու է։